Դուք դուրս եկաք Թիֆլիսից, ես էլ քշեցի ձեր հետևից։ Այդ հիշում եմ, ընթացքում էլ մի 100 անգամ զանգեցիր։ Հետո։ Այո, կանգնեիք, խոսայինք։ Այսքան բանը տեղի չէր ունենա։ Ճիշտ է, սա եթե համբերեիր հասնեինք Երևան, հետո խոսեինք, այդ բանը չէր լինի։ Էլի ես եմ եղա ոչ։ Լսի խոսիր, հա, սա ինչ է եղել։ Հերույց տեսա որ մեքենա է վարվում։ Դեռ չգիտեի որ դուք եք։ Ասեցի մոտենամ տեսնեմ ինչով կարող եմ օգնել։ Որ քեզ քաշեցի մի կողմ, հիշում ես չէ, հետո Մարիամին ու երեխուն։ Հետո դու վազեցիր դեպի մեքենան, ու այդ պահին ինչ-որ մեկը ձեն տվեց, տես բարձացա, տեսա ինչ-որ տղամարդ, հա, տարիքով մեզանից մի քիչ մեծ։ Այդ ոստիկանի հայրն էր։ Հա։ Ասեց ես ոստիկան եմ։ Ասեց որ կրակի միջից անուններ ամարդ հանել ու առաջարկեց գնա ռացիայով կապնվի, որ գան ոստիկանները շտապ օգնությունը։ Թե ես էլ ասցի հա, բա ինչ ասեի։ Հարգամ դու պատկերացնում ես, եթե ինքը հասնել այդ ռացիային, ինչ կլիներ։ Ինքը գնաց դեպի իր մեքենան, ես է թափով նստեցի իմ մեքենան ու վրայով Դու ինձ ասեցիր, որ կօգնես, չէ՞, բայց ես մի քայլիսկ առաջ չեմ գնացել, Իզաբել։ Շատ լավն էր։ Ասեցի, չէ՞ ձեզ, Լուսեն գիտի, դուք էլ ոնց տեսնում եմ հրաշալի հարաբերությունների մեջ եք, գուցե իրան խնդրեք, որ պատմի։ Էդ հիմա դու ինձ լուրջ ես ասում։ Լուսենի սիրած տղայից հրաժարվել է, որ ամուսնանայի Դավիթի հետ, որպեսզի ոչ ոք ոչինչ չիմանա։ Քո կարծիքով հիմա ինձ գալու է պատմի ինքը ամեն ինչ։ Բա ես ինչ անեմ։ Խոսեցրու ամուսնու։ Հեշտ եք ասում, գիտեք, դուք այդ ամուսնուն շատ լավ ճանաչում եք, գիտեք իրեն խոսեցնելը հեշտ է։ Ինձ կարող է դժվար է, այ քեզ պետքա հեշտ լինի։ Խոսեցրու, դու սիրելի կինը չես։ 1-2 անգամ խոսեցրու, կարող ամեն ինչ պատմի քեզ։ Հա, բա չի պատմի։ 2 հարց ավել տվեցի, գիտեք որ խեղդում էր ինձ, հրաշքով եմ փրկվել։ Սուրենը շատ զգուշավոր մարդ է, ինքը չի սիրում խոսել։ Ու եթե ձեր հույսը իմ խոսեցնելու վրա է, ինձ թվում է անիմաստ է։ Ուրեմն պետքա Անայիսի ծննդյան ամբողջ պատմությունը բացանեմ ու դնեմ իր առջև։ Նինոն իմիջայլոց ինձ ամեն բան պատմել է, հենց որ խոսքեր չեն միայն, նաև փաստեր կան։ Ավելին ասեմ, գիտեմ, որ Սրապյանը շատ սիրում է գործարք։ Հենց որ միակ բանը, որ պիտի անեմ, դա է մնում ինձ։ Ես ինչ ես արել դու Սուրեն։ Ես ինչ ես արել դու Սուրեն։ Քեզ եմ փրկել։ Դու ինչ չես փրկել, դու ինձ վերջնականապես կործանել ես։ Ինչ է խոսում։ Եթե այդ մարդը ողջ մնար, շատ հնարավոր էր, որ կարողանայինք փրկել Անդրանիկի ընտանիքին, կօգներ մեզ, փրկարարներին կկանչեր։ Այս մարդը ինքը իրան հույս է տալիս։ Էլ եմ կրկնում, անհնար էր փրկել, արգամ։ Դու պետք է ինձ շնորհակալություն հայտնես։ Եթե ես այդ մարդու վերջը չտայի, ինքը վկա էր դառնալու, հասկանում ես, որ դու այդ պահին եղել ես Անդրանիկի մեքենայի մեջ։ Դու լսի է, դու քեզ համար ես արել, քեզ համար։ Եթե այդ մարդը ողջ մնար, շատ հնարավոր էր, որ մենք կարողանայինք փրկել Անդրանիկի ընտանիքը, եթե նույնիսկ չփրկեինք Անդրանիկենց։ Գոնե ես վախկոտի պես չէի փախչի այդտեղից, այդ մարդը վկա կլիներ ու կհաստատեր, որ ես ոչ մի բան չեմ արել։ Եթե այդ մարդը ողջ լիներ, դու չէիր կարողանա ինձ համոզել ու նորից Թիֆլիս տանել։ Եթե այդ մարդը ողջ լիներ, դու ինձ չէիր սարքի քո գերին, ինձ սրտի հիվանդ չէիր սարքի։ Քո կեղտոտ գործերը իմ ձեռքով չէիր անի։ Սուրեն, դու
Սուրեն, քեզ սպանելն էլ քիչ է, քեզ վառելա պետք, քեզ ոչ թաղելա պետք, Սուրեն։ Լուսե։ Ես համարյա ավարտել եմ։ Ուզեցի քննարկենք իրար հետ, համեն միասին գնանք հաց ուտելու մի տեղ։ Բայց դու քո օֆիսում չես։ Իմ օֆիսես գնացել։ Դե հա արդեն դուրս եմ եկել։ Մտածեցի զանգեմ, կարող եմ մոտակայքում լինես։ Դե ես պապայի օֆիսում եմ, բայց այդտեղից հեռու չի, եթե սպասես մի քանի րոպեից կգամ։ Բայց հաստատ կարող է հարմար չի մի ուրիշ անգամ։ Չէ, ինչ ես խոսում, շատ լավ գաղափար է, համ կքննարկենք, համ կճաշենք միասին։ Դե սպասի կգամ։ Լավ։ Դավիթ ջան, կարող է պարոն Սրափյանի հետ էիր խոսում։ Չէ, ճիշտն ասած, Նոնա ջան, կնոջս հետ էի խոսում։ Ես հիմա պիտի դուրս գամ, որ պապան զանգի կամ գա, խնդրում եմ ինձ ասա, լավ։ Հա, այո։ Շնորհակալ եմ։ Հաստորեն այս տղան ժպտալ էլ գիտի։ Խմի քանի տակ։ Շնորհակալ եմ։ Էլի Սաթենի բահով ես մտածում։ Հա, ես նույն մտքին եմ։ Հիշում ես, չէ՞, անցած անգամ ասեցի։ Հա, հիշում եմ։ Ես մի բան եմ հասկացել, որ Սաթենի գնալ գալը ակտիվանում այն ժամանակ, երբ տարածքում կապիտանն է երևում։ Այսինքն Դե ինքը սկսում է ակտիվ այս կողմեն կողմ գնալ այն ժամանակ, կամ ես եմ կապիտանին տեսած լինում, կամ էլ ինքն է ասում, որ եկել էր։ հիմա բայց այդ ինչ է նշանակում։ Այդ նշանակում է, որ իրար հետ գործ են անում, բայց ինչ գործ։ Իսկ կարող է հին թաղի հետ կապված։ Չգիտեմ։ Չեմ կարծում։ Եթե հին թաղի հետ կապ ունենար, ինձ կասեին։ Այս նենց բանը, որ ես չպետք է իմանամ։ Բայց ինչ։ Պետք է Սաթենի հետ մի անգամ էլ խոսել ու այս անգամ ավելի լուրջ։ Ինձ այս վիճակը արդեն դուր չի գալիս։ Դեմից թեթև բան էի ուզում, բայց հետո հասկացա, որ այդ թեթև բանը միշտ չի, որ ապահով ու չգիտես ինչ կարա լինի։ Դե հա, այդ հաստատ։ Այն Վիկան էլ ինչ ասես մտածում է։ Դե որ ոչ ուզում եմ աշխատեմ, ոչ էլ ինչ-որ բան։ Բիզնես նոր գործ է պետք, թե չէ մենք իրար այնքան միս ենք ուտելու, մինչև տանք իրար սպանենք։ Խնդում ես, բայց դե հիմա այդ է, ինչ անեմ։ Այսինքն վերջը որոշեցիր դուրս գաս այդ պահեստից։ Թո բա ինչ անեմ։ Չգիտես, որ վարկանին ոնց կարա այդ ամեն ինչը բացահայտվի։ Տո որ իմանամ, որ իմ հետ կապ չունի, գլուխս կախ կաշխատեմ։ Բայց չգիտես ոնց կարա լինի ու ինչ կարա լինի։ Դե հա, ոչ մեկ չի կար ասի երբ, բայց որ կջարդվի, դրանում չեմ էլ կասկածում։ Որ Վիկան էլ իմանա, որ գործից դուրս եմ եկել, այս շաբաթ կիրակի ծաղկաձոր չեն գնում, սկսի միսս հա ուտել։ Բրելի Վիկան, կլինի դու քո հարցերը լուծես։ Ախր շատ եմ սիրում գժին, որ իր մեծ սիրուն աշկերը տենում եմ, չէ՞։ Ուզում եմ գնամ աշխարհը գրավեմ ու փռեմ դիմացը։ Մի խնդա բիձա, աչքերդ ու ակաշները 4 արա, որ գործի մասին իմանաս ինձ ասա։ Լավ։ Ամուսինս ասեց, որ հանդիպել եք իր հետ։ Շատ ավելի լավ։ Իսկ դուք ավելացնելու ինչ-որ բան ունեք, այն ինչ-որ չի ասել ձեր ամուսին։ Ես էլ բան չեմ տեսել ճանապարհին։ Դե նախ Արամներ գիրկս, հետո դե հասկանում եք, մենք մոտ ընկերներ էինք ու ցավը ահավոր էր։ Թիֆլիսում եք, չէ՞ ժամանակ, որ իմացաք։ Հա, Արգամն ինձ արթնացրեց։
ես երեխայի հետ քնած էի։ Իսկ Սրապյանը։ Ինքը տանը չէր, ես երեխային հագցրեցի դուրս եկա, Արգամը հեռախոսով էր խոսում ու ասում էր, որ ինչքան հնարավոր է թող շուտ գա։ Իսկ որտեղից պետք է գար։ Չեմ ստի, ճիշտն ասած չգիտեմ։ Իսկ եթե փորձեք հիշել, դե չգիտեմ, ասենք կնոջ ծնողների տանն է եղել։ Կնոջ ծնողների, այսինքն նկատի ունեք Իզաբելի։ Հա, դե այդ ժամանակ ամուսնացել էին, չէ՞։ Չգիտեմ ճիշտն ասած, չէ, այնտեղ չէր։ Վստահ եք։ Հա։ Որտեղից այդքան վստահություն։ Ինձ էլ էր այդպես թվում, որ այնտեղ պետք է լինի, որովհետև Իզաբելը հղի էր այդ ժամանակ։ Ես էլ ասեցի, թող կնոջ մոտ մնա, մենք մեքենա կվերցնենք, կգնանք։ Բայց Արգամն ասաց, որ այնտեղ չի։ Ու չեմ ստի, ճիշտն ասած չգիտեմ, թե որտեղից պետք է գար։ Դե լավ, շնորհակալ եմ Տիկին Մելիքյան։ Հավատացեք, շատ կարևոր բաներ ասացիք։ Ախր ես ուրիշ տարբերակ չունեմ։ Տեղ ունենայի գնալու երեխուն կվերցնեի ու կգնայի։ Ու թքած թե դուք կասեք իրան ինչ-որ բան, թե չեք ասի։ Ասում եմ ձեզ, 2 բառ ավել խոսեցի, քիչ էր մնում խեղդեր ինձ։ Դուք պատկերացնում եք, որ ինքը իմանա, որ ես իրան 19 տարի խաբել եմ, մանեիս իր աղջիկը չի։ Քեզ թվում է ես ուզում եմ, չես տեսնում ինչքան ժամանակ է խելոք ձենս կտրած նստել եմ, բայց ես ինչ անեմ։ Հա? Էս իմ միակ տարբերակն է։ Իսկ ես ուրիշ տարբերակ չունեմ։ Եթե տեղ ունենայի գնալու երեխուն կվերցնեի ու կգնայի ու թքած թե դուք իրան ինչ-որ բաներ կասեիք։ Ախր համ դա է, համ էլ վախենում եմ։ Ու հետո ախր երեխեն այստեղ սովորում է, տենց ոնց վեր կենամ գնամ կամ ասենք թե դուք իրան ասեցիք։ Ինչով եք վստահ, որ ինքը ձեզ դնելու է ամբողջ ճշմարտությունը պատմի։ Ասում ես Թիֆլիսում տուն ունես, չէ՞։ Հա, ունեմ։ Ու ինչ, ձեզ թվում է տենց հեշտ է մի օրում հավաքվել ու գնալ Թիֆլիսում ապրել, երեխեն այստեղ սովորում է։ Կամ լավ, ասենք թե ես գնացի, դուք էլ իրեն պատմեցիք։ Ինչով եք վստահ, որ ինքը ձեզ ճիշտն է ախր ասելու։ Խնդրում եմ ձեզ, ախր անընդհատ Սուրենից եք խոսում ու չեք մտածում այդ երեխու ապրումների մասին, այդ ստրեսի մասին։ Իզաբել, հիմա դու լուրջ իմ խղճի վրա ես աշխատում։ Բա ինչ անեմ, ես ո՞նց ձեզ բացատրեմ, որ ես ոչ մի բան չգիտեմ, ինչ անեմ, որ հավատաք։ Իմացի, ոնց ուզում ես, մի 2 օր էլ կսպասեմ։ Իզաբել, հետո ինձնից շնեղանաս։ Ճաշի մեջ ընկած ճանճի նման ամբողջ կյանքս հարամեցիր։ Չես պատկերացնում ոնց եմ ատում քեզ Սուրեն։ Ոնց եմ ատում։ Ոնց չկարողացա ես այն անգամ հակառակվել քեզ ու վերջին թուլամորթի նման թողեցի ու հեռացա այդ տեղից։ Ոնց եմ ատում քեզ Սուրեն։ Դրամ եմ ասում է, մեր 2 շաբաթով գնամ ստեղից։ Գնա, ինչ ուզում ես արա, գնա։ Դու քո գլուխը Աստծո սիրուն, գնա։ Մենակ հիշիր, որ այդ տղան հիմար չի, հասկանալու է, որ ինչ-որ բան թաքցնում ես։ Բա հիմա ես ինչ անեմ։ Արգամ եմ ուղեղդ աշխատած սրա, լսի դու չես հասկանում, որ եթե ես կործանվեմ, քեզ էլ հետս եմ տանելու։ Ես չեմ էլ կասկածում կարող ես հանգիստ լինել։ Ուրեմն, արի խելքի տանք։ Լսի Սուրեն, գնա, հա։ Գնա, թող մի քիչ հանգստանամ, գնա, չեմ ուզում ավելորդ անգամ քեզ տեսնել, գնա այստեղից։ Լավ, գնամ, բայց դու արի մի քիչ շուտ ուշքի արի, լավ, որովհետև մենք առանձնապես ժամանակ չունենք Արգամ։
ինսուլինական աղցան, մեկ էլ կամած մածուն։ Շատ լավ։ Մերսի։ Չես պատկերացնի, ինչքան ուրախացա, որ զանգեցիր։ Իսկ պրեզենտացիայից ինչ կա, ասում էիր պատրաստ է։ Հա, համարյա, ուղղակի մի երկու բան կա, կուզեի երկուսով նայենք։ Անպայման կնայենք, բայց տանը լավ։ Պապայիդ մոտ ես գնալու։ Եթե զանգի, հա, եթե չէ, իմ մոտ օֆիս։ Ինչ-որ բան է եղել, հա։ Երեկ էլ երեկոյան տուն եկար, ոչ մի բան չասեցիր։ Դե երեկոյան չուզեցի ասեմ։ Չեմ կարողանում հետը կապվել։ Զանգում եմ չկա, չեմ կարողանում հետը խոսել։ Հասկացա։ Շնորհակալություն։ Լավ, ուտենք, հետո կպատմեմ։ Ես էլ պարոն Սրապյան է։ Ալո։ Yeah, պապ։ Ես ուր ես։ Ախր ասեցի ձեզ, թե ինչից խոսեք։ Իսկ դուք գնացել ու էլի նույն բանն եք հարցրել։ Այ դե ինչ անեմ, ախր, վայ, այլևոն ջան, որովհետև ամեն ինչ շատ էտ է ինձ անհանգստացնում։ Դու հասկանում ես մի նեղացի։ Ես շատ ուզում եմ, որ քո հորը վրայիթի ենթարկած այդ տականքը բռնվի, պատժվի, բայց ոնց որ ասում են, ամեն մարդու իր դարդը ավելի թանկ է, էլի։ Սխալ չեմ մտածում։ Հա, բնականաբար իմ համար հորս սպանողին գտնելը ամենակարևորն է, բայց ես ոստիկան եմ, ու ես գործին մոտենում եմ որպես ոստիկան։ Դա նշանակում է, որ եթե իրանք գիտեն Անդրանիկի մասին ինչ-որ մի բան, ու մենք խոսենք հետները, իրանք չեն ասի, կթաքցնեն։ Դրա համար ձեզ ասել էի, որ պետք է այլ տեսանկյունից մոտենալ, ու հորս մասին ասել։ Դες զգացմունքները խանգարեցին էլի ու չարեցին նենց ոնց որ դու էիր ասել։ Դե լավ, մի նեղվեք։ Ես մի քանի բան եմ իմացել։ Այդքան էլ շատ չեն, բայց կարևոր են։ Սրապյանն ինձ ասեց, որ ինքը կնոջ հորտուն է գնացել։ Չնայած որ այն մարդու հետ ում հետ որ խոսեցի, ինքը հերքեց այդ մասին։ Իսկ ով է այդ մարդը որ։ Մարիամ Մելիքյան։ Մեզ ստացել չհասկացա, ինչի՞ս են շուտ եկար։ Լավ էլի Մարիամ, հետո կխոսենք, էլի խնդրում եմ։ Լավ։ Ասեցիր դուրս ես եկել։ Հա, կապիտանն էր զանգել։ Դե մեկ մտածում էի չգնամ, բայց հետո հասկացա, որ կարող ինչ-որ բան կասկածի։ Ու մտածեցի, լավ, ինչքան պետք է խուսափեմ այս ամեն ինչից։ Իսկ ինչ էր հարցնում։ Դե օրինակ Անդրանիկից ոչ մի բան չի հարցրել։ Սուրենից էր հարցնում։ Հա, Սուրենից էր հարցնում ու ոնց որ թե մեր խոսակցությունից գոհ մնաց։ Գոհ մնաց։ Ինչ է հարցրել կամ որ քո պատասխանի վրա է երջանկացել։ Հա, կպատմեմ, բայց դու ինձ մի բան ասա։ Դու հստակ հիշում ես, թե որտեղ էր Սուրենը, որ դու իրան զանգեցիր, որովհետև դու ինձ ասեցիր, որ Իզաբելի մոտ չի։ Բա որտեղ ա եղել։ Հա, իհարկե հիշում եմ։ Հա։ Այդ նշանակում է, որ Սրապյանը ստում է։ Այդ հասկանում եմ։ Ու
Դե չեմ կարծում, որ մոռացել է կամ էլ ինչ-որ մի բան շփոթում է։ Ու այդ մենակ մի բան նշանակում, որ ինքը տեղյակ է հաստատ հորս վթարից։ Կամ գոնե ինչ-որ բան գիտի։ Կամ էլ ուղղակի ինչ-որ այլ պատճառներով թաքցնում է մի բան։ Չգիտեմ, այլ ուրիշ տարբերակ չկա։ Իսկ դու չես կարող վերաբացել գործը, կարող ես։ Չէ, դրա համար կոնկրետ հիմքեր են պետք, կոնկրետ փաստեր։ Սրապյանի հետ խոսելը հիմա անիմաստ է։ Թող մի 2 օր անցնի, Իզաբելին կհանդիպի։ Իսկ Արգամն ու Մարիամը Անիմաստ է, խոսել եմ։ Ու հիմա եթե Արգամի հետ խոսեմ, նույն բանն է ասելու, ինչ որ Մարիամը։ Թող մի 2 օր անցնի, տեսնենք ինչ ա լինում, մի բան կանեմ։ շատ դժգոհ եմ ես այսօր ինքս ինձնից։ Շատ իզուր, դուք այսօր լավն եղել եք Իզաբելին։ Ու հիմա էլ որ ես մյուս կողմից սկսեմ ինչ-որ բան ասել, խոսել, հաստատ մի բան կմտածի։ Հետ հիմա հույս ես տալիս ինձ, թե լուրջ ես ասում։ Չէ, ինչի, լրիվ լուրջ։ Քանի որ այսօր դասերը շուտ ենք ավարտել, ես առաջարկում եմ Գնանք մի լավ տեղ։ գնանք մի լավ տեղ։ Դե լավ մի նեղացի գիժես։ Բա ինչ անեմ, ծիծաղամ, ծափտամ։ Կանգնել եք դիմացս ծիծաղում եք վրես։ Իսկ դու Անայիս աղջիկ։ Իսկ ես ամենավատ ընկերուհին եմ, չէ։ Լավ Վիկ ջան, չմտածեցինք որ կնեղանաս։ Դե լավ, գնում ենք հաց ուտելու։ Ես սոված չեմ։ Այդ մեկը չեմ հավատա քեզնից։ Ինչի։ Դե որովհետև մենք աճող օրգանիզմ ենք ու մենք միշտ ուզում ենք ուտենք։ Իրանք աճող չեն։ Իրանք էլ են աճող օրգանիզմ, ուղղակի ձևեր են թափում։ Իսկ մենք ինչ մտածում ենք, դա էլ ասում ենք, որովհետև մենք շատ պարզ մարդիկ ենք։ Դե լավ, գնացինք։ Գնացինք, բայց իմ ուզած տեղը։ Հա, գնացինք։ Չգիտեմ, տղես, չգիտեմ, հələ հաստատ չի, բայց հենց հաստատվեց գնալու եմ։ Ու ինչքան ժամանակով ես գնալու։ Սկզբի համար մեր 2 շաբաթով, հետո Երևանի։ Անսպասելի էր, ինչ խոսք։ Դե հա, բայց դե փող է պետք։ Ինչքան է պետք։ Ես քեզ կօգնեմ։ Չէ, Դավիթ ջան, շատ է պետք, շատ։ Բայց դու կարգին մարդ դուրս եկար, հա։ Այդքան խաղացի գլխից, բայց մեկը ձեռք մեկնեցիր։ Դե բա հայրս ես։ Իմ նման հերը։ Լավ, մի խոսքով, հիմա տես, շինարարության պահով Արգամը մեջ գիտա, հետո խոսացել եմ։ Իսկ այ Անայիսի ու Իզաբելի պահով դες հույսս մենակ քո վրա, պետք է իրանց կողքը լինես, եթե պետք լինի օգնես, հասկանում ես, չէ՞։ Չէ, ինձ թվում է դու 2 շաբաթով չես գնում։ Դե ասեցի էլի տնաշեն։ Սկզբից 2 շաբաթով հետո Երևան։ Չէ, ես իհարկե լսում եմ դու ինչ ես ասում, բայց տպավորությունն է, որ ինչ-որ բան գիտես ու չես ասում։ Չէ, դες, չէ։ Չկա տես բան։ Լավ, այդ դեռ կխոսենք, կհասկանանք։ Դու ինձ ուրիշ բան ասա։ Հետո վանգել մեքենայի տակ։ Այդ ինչ ա եղել, որ այդ մի շիշ կոնյակը դատարկեցիր, հա։ Մեքենան ա տարել լվալ տալու։ Մեքենան։ Հա, ճիշտ է, դու ինձ ինչ-որ բան ասել էիր մեքենայի մասին, բայց ես մոռացել էի լրիվ։ Հա, ճիշտ ասել եմ։ Բայց քեզ համար դա այնքան անկարևոր էր, որ կարող էի նաև չհիշել։ Այդ կապիտանը այդ կարգի հարցեր տվել է։ Չէ, ուղղակի ասեցի, որ Իզաբելի մոտ չի եղել, բայց դե որտեղ ա եղել, չկարողացա հիշեմ։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Լավ է, որ ասել ես Իզաբելի մոտ չի եղել, թե… Բան չեմ հասկանում, գիտես։ Լավ էլի Մարիամ, երանի քեզ։ Արգա, մի բան կասես, հասկանամ։ Այն ժամանակ ինձ համար էլ մի տեսակ աբսուրդ էր
Հասկանալ, թե գիշերվա կեսին ինչի ա տարել մեքենան լվալու։ Հիմա արդեն ամեն ինչ պարզ է։ Այդ կապիտանի հորը Սուրենն ա գցել մեքենայի տակ։ Իսկ մեքենան տարել ա լվալու, որ հետքերը մաքրի։ Ով կմտածեր, որ կծուչը սիրող Վիկան կդառնա Չոչի գերի։ Չոչի վկա։ Մանավանդ Թումանյանին է, մեծ, լուսավոր։ Իսկ ես խորենացու Չոչին եմ սիրում։ Փոքր, հանգիստ։ Եկեք գնացինք։ Բարև ձեզ։ Երեխեք, եկեք նայենք ինչ չենք վերցրել ընդհանրապես, հիմա այդ վերցնենք։ Ինչի տենց բան մնացել է։ Հա, այն նոր սալաթը։ Եկեք։ Նոր սալաթը։ Էսա ոնց որ։ Հա, էսա։ Չի զարմացու։ Դուք բոլորը ուսանողներ եք, չէ՞, ճիշտ եմ հիշում։ Հա։ Մեզ մոտ ակցիա է գործում, բոլոր ուսանողները ստանում են 15% զեղչ ուսանողական քարտը ցույց տալու դեպքում։ Թույն, շատ լավ է։ Այսինքն հիմա որ մենք յուրաքանչյուրս մեր ուսանողականը ցույց տանք, 15% ամեն մեկը զեղչ չենք ստանալու։ Այո, 15% զեղչ եք ստանում։ Շատ լավ է։ Դե ընտրեք երեխեք, տեսեք ինչ եք ուտում։ Անի մի հատ էլ սրանից։ Նայեք, այդ նոր սալաթը ո՞ր է։ Էս։ Էս։ Ինչ ես խոսում դավո, ինչ մարդ, ինչ վթար։ Ես ինչ իմանամ, դու էիր քնիդ մեջ ասում։ Այդ տնաշեն քնիդ մեջ։ Դե երազ եմ տեսել, ինչ ասես կարամ տեսնեմ, խոսամ, չէ։ Լսի դավո, ես քո այդ լուրջ բաներից եմ խոսում, իսկ դու ինչ-որ անկապ հարցեր ես տալիս։ Լավ, ենթադրենք, ասենք թե տենց է։ Բայց այդ կոնյակն ինչի էիր մինչև վերջ խմել։ Եվ, դու Իզաբելը չես, այ քեզ բան, վերջ, թեման փակա։ Եթե ուրիշ հարցեր չունես, ես պարապ չեմ։ Ունեմ։ Այս քանի օրը արդեն հին թաղի հետ կապված պրեզենտացիան Լուսեն պատրաստել է, բայց չենք կարողանում ոչ քեզ գտնենք, ոչ էլ հետդ խոսենք, որ 4-ով հանդիպենք, հասկանանք ինչ ենք անում։ Նախ ես համաձայն չեմ այդ փոքր հատվածին, ու ես ամեն ինչ անելու եմ, որ դա մեծացնեմ։ Պապ ջան, դա անհնար է, կարաս համակերպվես։ Բացառվում է, Դավիթ։ Ու երկրորդը, այդ տղալը սպասի տեսնեմ ես իմ գալ գնալը ինչ է ստացվում, հետո կխոսանք էլի, այդ իմ համար առաջնային հարց չի։ Պապ, բայց Վերջակետ։ Բա հիմա ինչ ենք անելու արգամ։ Քեզ թվում է ես գիտեմ ինչ ենք անելու։ Չգիտեմ։ Այստեղ ամենադաժանը գիտես որն է։ Այն որ այդ մարդը, ով իմ, քո, Լուսեի, Արամի, այդ թվում նաև Սաթենի ու Արեգի կյանքը դժոխք դարձրեց, ես ամեն գնով պիտի պաշտպանեմ, որ մազն անգամ չծռվի։ Եթե դրան բռնեն առանց աչք թարթելու բերանը կբացի։ Հա, բայց եթե այդ գործը ոստիկանությունը բացահայտի, մենք դրա հետ կապ չունենք։ Կամ Մարիամ ջան, դու չես հասկանում, որ Սուրենին դա ընդհանրապես չի հետաքրքրում։ Պարզ աչքերիս մեջ նայելով ասեց. մի բան արեք, որ ես փրկվեմ, հակառակ դեպքում բերանս բացելու եմ։
Ոայ Աստված, իմս ինչ դարձավ մեր կյանքը։ Մարիամ ջան, խնդրում եմ, այդ տղան, որ էլի մեկ անգամ հանդիպում խնդրի անպայման գնա, հանդիպի, ինչ հարցեր էլ որ կտա, ասա, որ չեմ հիշում ու վերջ։ Հա, կասեմ, բայց այդ դեպքում արդեն ինքը քեզ ավելի շատ ուզենալու տեսնի, որովհետև ես ասել եմ, որ դու ինձ ասել ես, բայց ես չեմ հիշում։ Ոչինչ, կարևորը թող քեզ հանգիստ թողնի, ես մի բան կանեմ։ Բա դու։ Կարևորը դու ես, թող քեզ հանգիստ թողնի, ես ասեցի մի բան կմտածեմ, չգիտեմ։ Արիք ջան, ինչ է եղել։ Սատ ես երբևէ չէի պատկերացնում, որ դու հնարավոր է ինձ խաբես։ Այսինքն, ինչ ես ասում։ Դու ասացիր գնում ես շինհրապարակ։ Ես գնացել եմ։ Ու ճշտել եմ մարդկանցից, դու շինհրապարակում եղել ես ուղիղ 2 րոպե։ Հետո գնացել եմ օֆիս։ Օֆիսում դու ընդհանրապես չես եղել։ Հիմա հարց։ Որտեղ ես դու ես 4 ժամը։ Հեն սատ, սպասում եմ։ Ես իհարկե չէի ուզում սրա մասին քեզ ասել։ Ես այդ արդեն հասկացել եմ։ Բայց քանի որ դու սկսել ես ինձ հետևել, ինձ թվում ավելի ճիշտ է քեզ ասել։ Ես շատ շնորհակալ կլինեմ, որ ասես։ Ուզում եք մեքենայով ուրեմն գնաց են եկել, դու տեղյակ չես, ոչ մեկին ոչ մի բան չես ասում, նույնիսկ Դավիթին, հասկացար։ Հա, ասեցի, հա։ Ապրես։ Աշխեն, որ հանկարծ կապիտանը գա խոսալու ինձ անպայման կասես։ Ինչի պիտի երևա։ Դե Պաշի հետ կապված ոնց էլ չլինի ինչ-որ բան, որ իմանա կգա կասի։ Իսկ եթե կապիտանն էլ ոչ մի բան չասի։ Չես հավատա, բայց մեկ-մեկ մաղթես գալիս է։